Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, հարգարժան լրագրողներ, շնորհակալություն, որ եկել եք մեր հրավերով։ Այսօրվա ասուլիսը վերաբերում է նրան, թե ինչպիսի խաղաղություն մենք պետք է ունենանք եւ ինչպես ենք պատրաստվում այն ունենալ։ Եվ այս ասուլիսի ընթացքում ես կներկայացնեմ Հայաստանի անվտանգության համակարգի եւ զինված ուժերի բարեփոխման մեր ծրագիրը։ Նախ այն, ինչ ես ներկայացրեցի իմ նախորդ ասուլիսում, որ վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ներխուժումներին, ճիշտ էր, եւ դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով նաեւ, Factor TV, Ազատություն, Civilnet, Հետք եւ նաեւ անկախ լրագրողների էլի հետաքննություններով, օրինակ Թաթուլ Հակոբյան։ Դրանով մենք ապացուցեցինք նաև, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս իշխանությունը ստում է եւ գաղտնի ու թաքուն է պահել մեզանից այս ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Այս համերով հանդերձ բազմաթիվ են մեր հասարակությունում հարցերը, իրավացի հարցերը, որ քննադատելուց խնդիրները ներկայացնելուց զատ պետք են նաև լուծումներ։ Եվ հիմա նաև ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք պետք է մեզ բերեն իրական խաղաղություն։ Մենք ունենք հաստատված 6 քայլ մեր մասնագիտական հետազոտություններով, այդ 6 քայլը ես հիմա կներկայացնեմ։ Առաջինը, մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով վարչապետին առընթեր, որին կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր։ Հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ։ Երկրորդ, հանձնաժողովին կտրվի նաև հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ, թե ինչպես կարող ենք եւ հանձնաժողովի մանդատը կլինի ցույց տալ, ինչպես կարող ենք ունենալ զսպման կարողություններ, մեր լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։ Եվ իհարկե այս գլխավոր հարցերից է լինելու ինչպես բարեփոխել եւ արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ, որը կարող է նաեւ տեղերում ունենալ լիարժեք կարողություններ տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու։ Երրորդ, պետական ներդրումները անվտանգության բնագավառում։ Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում եւ օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը եւ մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել հնայի 8%-ից ցածր։ Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած մենք բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի այս գումարից 500 միլիոն դոլար, այսինքն կես միլիարդ դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպություններից նաեւ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով հենց դրանք կուղղվեն այդ կազմակերպություններին։ Իհարկե մենք զուգահեռ կունենանք նաեւ անհապաղ ձեռնամուխ կլինենք տեղական ռազմաարդյունաբերական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ Մյուսը մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի իրագործումը, ներդնումը եւ իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որ ամբողջությամբ երկիրը սկսում է աշխատել պաշտպանության համար։ Կառավարությունը, այսինքն պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները հստակ ունենալով դերաբաշխումներ աշխատում են հանուն երկրի պաշտպանության։ Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում գնում են բանակ իհարկե, սա նշանակում է, որ ամեն մեկը գիտի հստակ իր դերը եւ իրականացնելու է այդ դերը, այլ ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ կամ ստիպված լինի պետության կառավարման որևէ քաղաքականության բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում իրենք ուղիներ որոնել, որպեսզի օգնեն մեր բանակին, օգնեն մեր պաշտպանությանը։ Եվ օրինակ կարող եմ բերել, օրինակ պետությունը պետք է հստակ հաշվառված իմանա, ասենք որևէ քաղաքում կա օրինակ ենթադրենք
կոշիկ կարելու հնարավորություն ունեցող կազմակերպություններ կամ հացի փուռ ենթադրենք եւ դրանք բոլորը պետք է հստակ ծրագրված իմանան, որ օրինակ ճգնաժամային իրավիճակներում կամ աստված չանի որևէ պատերազմի ժամանակ նրանք բոլորը միանգամից ձևափոխում են աշխատանքը եւ աշխատում են արդեն հանուն երկրի պաշտպանության։ Քայլ 5-րդ. ճշմարտություն եւ պատասխանատվություն։ Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևորագույն զեկույցներ։ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց, եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները։ Մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր եւ այդ հարցերի մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները եւ մենք դա լիարժեք կապահովենք։ Մյուսը 6-րդ կետը խելամիտ սահմաններ եւ թվային պաշտպանություն։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաև ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաև սարքավորումների օգտագործման։ Այստեղ շատ կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը մենք պետք է շեշտադրենք անպայման, որպեսզի նաև դա անվտանգության համակարգի հիմքերում լինի։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի եռաշերտ համակարգ այստեղ գործի։ Ավտոմատ վաղ ազդարարում եւ ավտոմատ հայտնաբերում, իրական ժամանակում ազդանշան եւ արագ արձագանք։ Սրանից զատ մենք նաեւ բնականաբար բարձրացնելու ենք մեր զինվորականների նկատմամբ վերաբերմունքը եւ արժանապատիվ վերաբերմունք, որ ոչ թե սպան դիտվի, ինչպես այս իշխանության օրոք է, զինվորականը սպան դիտվի որպես բեռ, սոցիալական բեռ, այլ մեր պետության կարևորագույն հենասյուներից եւ առհասարակ սա պետք է լինի մեր բանակի նկատմամբ վերաբերմունքը։ Մեզ համար կարևորագույն նպատակներից է սահմանների անառիկ պահելը Հայաստանի պետական սահմանների եւ դրա համար մենք այնպես ենք վերափոխելու երկրի պաշտպանության համակարգը, որպեսզի կատարվի այդ խնդիրը, ներգրավելով տարբեր համակարգեր։ Օրինակ Հայաստանի սահմանների անառիկության պաշտպանության կարևորագույն գործառույթ է կատարում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սահմանապատ զորքերով։ Այստեղ նույնպես կարողությունները պետք է հատկապես սահմանների անառիկ պահելու հետ կապված ուժեղացվեն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը կարող էր եւ պարտավոր էր անել 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած, որպեսզի բարձրացներ մեր պետության պաշտպանության ծծման կարողությունների մակարդակը։ Բայց իհարկե ամբողջությամբ ձախողել են այս խնդիրը։ Նաեւ թույլ տվեք հատուկ ասել, որ մենք համագործակցելու ենք, լայն համագործակցություն ենք ապահովելու նաեւ արտասահմանյան մեր գործընկերների, արտասահմանյան բանակների հետ։ Արևելքի, արևմուտքի, բայց հատկապես նաև Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգերի հետ։ Մենք ապահովելու ենք նաև լիարժեք համագործակցություն մեր Սփյուռքի հետ։ Մենք բազմաթիվ Սփյուռքի հզոր հայրենակիցներ ունենք, մարդիկ ունենք, որոնք աշխատել են, աշխատում են որպես փորձագետներ բանակի ռազմական հարցերի կամ անցել են օրինակ արդեն թոշակի, բայց իրական բարձրակարգ մասնագետներ են, մենք նրանց նույնպես պարտադիր հրավիրելու ենք, եթե պետք լինի նաև վճարովի համակարգով իհարկե արտասահմանյան նաև խորհրդատուների աջակցությանն ենք դիմելու։ Եվ նաև այստեղ է, սա եւս մի ոլորտ է, որը Նիկոլ Փաշինյանի հակասփյուռքյան քաղաքականության պատճառով նույնպես ձախողված է եւ հնարավոր խանգարում է, հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք լայնորեն ներգրավենք մեր Սփյուռքի հայրենակիցներին նաև այս հարցերին։ Հիմա մի կարևոր հարց։ Եկեք հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նահանձամբ ձախողել մեր բանակի արդիականությունը եւ երկրի պաշտպանությունը։ Այստեղ մեկ հարց կա, նրանց ծրագիրը մեկն է։ Ես դա կոչում եմ ռազմավարական անկարողություն կամ ստրատեգիական անկարողություն։ Սա նշանակում է ոչինչ չանել 6 տարվա մեջ, որպեսզի պաշտպանության հավասարակշռություն ապահովի քո հակառակորդի հետ։ Խոսքը վերաբերում է քաղաքական, իրավական, դիվանագիտական եւ կոնկրետ դեպքում իհարկե պաշտպանության հնարավորություններին։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությունը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ է հրավիրում։ Եվ այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից հիմա գնում է ակնհայտորեն այս իշխանությունը, որ զիջումները միայն բերելու են պատերազմի։ Եվ դրա լավագույն ապացույցը, ես ուզում եմ այստեղ կարևոր ընդգծել, դրա լավագույն ապացույցը 2020-ից 2024 թվականներին իրենց կատարած Ադրբեջանին տված բոլոր զիջումների արդյունքում միևնույն է այն իրական սպառնալիքներ, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականին հարձակվել մարտին, հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մասնավորապես ես ուզում եմ նաև մեջբերել այս կառավարության հետ համագործակցող, նաև նրանց աջակցող գիտնականներից մեկին, օրինակ պարոն Ներսես Կոպալյանը EVN հայտնի պարբերականում տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բազմաթիվ, ինչպես նաև պաշտոնյաներ ունեին տվյալներ հիմնավոր, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը, նրանց ներկայացրած թրիփը պարզապես փրկեց այս իրավիճակը եւ ՔՊ-ին նաեւ կարելի ասել, դե իհարկե նաեւ մեր երկրի համար էր նաեւ խաղաղության այս գործընթացը ապահովեց եւ թույլ չտվեց հետագա, այսինքն հիմքեր դրեց եւ թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա։ Հիմա եկեք հասկանանք, որ ռազմավարական անկարողությունն է նրանց պատճառը, որ 6 տարի անց դեռ չեն կարողացել ստեղծել մեզ համար, մեր երկրի համար զսպման կարողություններ։ Սա ժամանակահատված է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տևողությունից էլ ավել է։ Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ այս խնդիրը լուծելու։ Եվ այս ձախողված քաղաքականությունը ակնհայտ բացասական է ազդում մեր երկրում քաղաքական համակարգի, ներքին գործընթացների վրա, նաև խոսույթի վրա եւ պարակտում է մեր հասարակությունը շարունակաբար։ Եկեք մեկ օրինակ բերեմ Սահմանադրական հանրաքվեի օրինակը։ Ակնհայտ է, որ Սահմանադրական հանրաքվեն Իլհամ Ալիևի հանրաքվե է։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով։ Գիտեք, խաղաղությունն ու անվտանգությունը սրտիկներով ու պաչիկներով չի, եւ օրը 5 անգամ խաղաղություն գոռալով չի, որ կարող են դրանով անվտանգություն ապահովել։ Ես ուզում եմ հատուկ մեկ բան ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում չկան պատերազմ ուզող ուժեր քաղաքական համակարգում։ Սա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պատերազմամետ կուսակցություններ կան, պատերազմ բերող, դա բացարձակ դեմագոգիա է եւ դա ծառայում է մեր երկրի, մեր հակառակորդ երկրի շահերին։ Նաև ուզում եմ հատուկ մեջբերել արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի այդ ծառայությունը գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ։ Այդ ծառայության 2026 թվականի զեկույցում ամրագրված է, որ 26 թվականին վերաբերող, որ 26 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան։ Հիմա տեսեք, նրան ենթակա կառույցը, արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է եւ նրա անձամբ, նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է։ Մի կարևոր նաև բան եմ ուզում այստեղ, որպեսզի մենք հստակ հասկանանք քաղաքական առումով։ Տեսեք, երկու հարց կա, որ պարտադիր մենք պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված ընդգծենք։ Մարդիկ, որոնք 6 տարի շարունակ չեն կարողացել մեզ համար ստեղծել իրական զսպման ու առհասարակ զսպման կարողություններ, բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, իրավունք չունեն սպառնալ պատերազմով իրենց ձախողումները հիմք ունենալով։ Միակ պատճառը, որ նրանք սպառնում են մեզ, հիմա կարողանում են սպառնալ մեզ պատերազմով, արտաքին ադրբեջանական ներխուժմամբ, որպեսզի ազդեն ընտրողների քվեի վրա, դա այն է, որ նրանք գիտակցաբար են մեր երկիրը թողել այս վիճակում, ինքնապաշտպանական կարողությունները չեն զարգացրել, որ հիմա սպառնան պատերազմով։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հարցը չպետք է լինի, սա նրանց խաղն է եւ մենք դրա մեջ չպետք է մտնենք։ Հարցն այն է, որ հարցը այն չէ, թե ով է պատերազմին կողմ, ով է խաղաղությանը կողմ։
բոլորը խաղաղության կողմ են։ Հարցը այն է, թե դուք ինչու եք ձախողել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգը։ Եվ այստեղ ես 3 հարց եմ նրանց տալիս։ Առաջին, եթե դուք վախենում եք մեր երկրի համար զսպման կարողությունները զարգացնել, բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար կարողություններ ու զսպման կարողությունները ամրապնդել ու բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք կարծում եք դա հնարավոր չէ, դուք նորից էլի պետք է հեռանաք։ Այս բոլոր հարցերի պարագայում ակնհայտ է, որ էլի պատճառը խորքային այդ ձախողումն է, եւ սա շատ կարեւոր է, եւ նրանք հիմա ուզում են այդ ձախողումները թաքցնել նրա տակ, որ թե ով է խաղաղությանը դեմ, ով է պատերազմին կողմ։ Եվ անվտանգության համակարգի հետ կապված մի կարևոր նաև հարց եմ ուզում ընդգծել։ Անվտանգությունը մեր ամենակարևորագույն խնդիրներից է անվտանգության ապահովումը, որովհետև մենք արդեն ունեցանք օրինակ, երբ երասխում Նիկոլ Փաշինյանը գործարան էին ստեղծում կամ հիմնում, ադրբեջանական մի քանի կրակոցների պատճառով ու սպառնալիքների պատճառով տեղափոխեցին այդ գործարանը։ Այս նրա արդյունքն է, որ մինչև հիմա մեր երկրի անվտանգության ու պաշտպանական կարողությունները ձախողել են նրանք եւ որևէ զարգացում մենք այստեղ չունենք։ Եվ դրա համար, որ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե ինքը վախենում է գալ, կարող է, չգիտեմ, ով է իրենց մոտ պատասխանատու այս հարցերում, թեև նրանք էլ ամբողջությամբ ձախողած են։ Իմ այդ բանավեճի բովանդակային կողմը ակնհայտ է, որ նրանք չեն կարողանալու ապահովել, որովհետև ձախողումների արդյունքը ամբողջությամբ սա է։ Գիտեք, եւ նաեւ ուզում եմ ես հստակ եզրահանգում անել, այսպեսի նաեւ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը կառուցվում են բազմաթիվ գործոնների հիման վրա եւ հիմքեր ունեն, սկսած տնտեսական աճից, դիվանագիտությունից, քաղաքականությունից, մինչև իրավական հարցեր։ Բայց այս ամենը մեր անվտանգության համակարգի հիմքերն են, որոնք պետք է խարսխված լինեն մեր ռազմական կարողությունների վրա, սա շատ կարևոր, մեր պաշտպանական կարողությունների վրա, եւ դրանք մենք պետք է կոչենք զսպման կարողություններ։ Ինչու զսպման կարողություններ, որ որևէ երկիր մեր վրա հարձակվելուց առաջ 10 անգամ ավել մտածի, որ հարձակվի թե չէ, որովհետև դա իր վրա շատ ավելի ծանր է նստելու, որ ստիպի նրան մտածել ու չհամարձակվի մեր երկրի վրա որևէ անգամ մտքով անցկացնել նման հարձակում կամ ագրեսիա։ Այնպես որ մեզ պետք է արդյունավետ ինքնապաշտպանություն, արդյունավետ կարողություններ պաշտպանության եւ դա կարող ենք անել իմ ներկայացրած նաեւ մեր թիմի մշակած, իմ ներկայացրած ծրագրի հիման վրա։ Եվ այն, որ այսօր նրանք այս 10 օրը ինչ անցել են մեր ժողովրդին սպառնալուն, պատերազմով, շանտաժի ենթարկելով մեր ժողովրդին, սա է, որ հենց պատճառը նրանում է, որ ձախողած է ամբողջ այս խնդրի լուծումը, դրա համար էլ նաև կարողանում են դրա մասին խոսալ։ Եվ ես նաև հստակ ուզում արձանագրել, որ իրականում իրական փոփոխությունների ժամանակը պետք է գա եւ այդ արդարությունը կարեւոր է, որ գալիս է եւ իրականում ապահովելու է մեր երկրի համար թե անվտանգություն, թե խաղաղություն։ Շնորհակալություն, հիմա պատրաստ եմ հարցերին պատասխանել։ ABC Media Սադամակարյան, պարոն Թաթյան, դուք ձեր խոսքում նշեցիք նաև, որ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հայաստանում եւ քաղաքացիներին պատերազմով սպառնում, նախ ասում է, որ ընդդիմությունը իշխանություն գալու պարագայում չի շարունակելու իրենց խաղաղության օրակարգը։ Դուք շարունակելու եք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, թե ձերն ունեք եւ որն է ձեր խաղաղության օրակարգը եւ պատերազմի մասին տեղեկություններ նստեց որտեղից Փաշինյանին եւ այստեղ ազգային անվտանգության ծառայությունն առնվազն անելիք չունի։ Շնորհակալություն հարցի համար։ Նիկոլ Փաշինյանը պարզապես շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին եւ շահագործում է, օգտագործում է վախերը։ Ակնհայտ է եւ ես նաեւ սրա մասին հայտարարել էի, որ նա օգտագործում է մեր մայրերի վախերը, մեր հասարակությունում է վախ տարածում եւ բայց իրական պատճառը նրա ձախողումներն են։ Հիմա եկեք հասկանանք, թե մեր հետ կապված օրինակ մենք ինչպես ենք արդյոք այդ պատերազմ քարոզելը ինչով է կամ վերաբերում է մեզ թե ոչ։ Հիմա ես շատ հստակ մի քանի կետով ուզում եմ նշել։ Առաջինը,
Մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելու դեպքում մենք էլ պատրաստ ենք ստորագրելու։ Ես ասում եմ, որ եւ մենք հայտարարում ենք, որ TRIP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթն է այս իրավիճակում։ Մյուսը եւ գործնական խաղաղության ապահովելու փաստաթուղթը։ Մենք ասում ենք, որ մենք շարունակելու ենք այն տեղից, որտեղ այն բոլոր հարթակներում, որտեղ կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, այսինքն ոչ թե հայտարարում ենք, որ մենք սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես Նաիր ասում ժամանակին ու դրա համար է նաև ձախողումները բերեց։ Եվ ուզում եմ հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտեղ է այստեղ պատերազմը, ինչպես է նա օրինակ փորձելու ասել, որ սա պատերազմի քարոզ է։ Եվ մեկ բան էլ, ինչով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ ասում ենք, որ մեր անվտանգության ու խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ հզոր բանակ զսպման կարողություններով։ Հիմա ասեմ այդ զսպման կարողությունները որտեղից է ինչի նաև հիմք ունի։ Տեսեք, այս վերջերս մեր հանրապետություն այցելած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը արեց հայտարարություն, որը զսպմանն էր վերաբերում ու մենք ես դա ուզում եմ անվանենք Վենսի դոկտրին, J.D. Վենսի դոկտրին։ Հիմա ուզում եմ մեջբերեմ նրա խոսքերը։ Ինչ էր նա ասում։ Ասում է ընդ որում այս բառերը նա ասել է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած ասուլիսի ժամանակ հայտարարություն անելով։ Մեջբերում եմ, խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալն է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը աշխարհի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը քո կողքը կանգնած խոսում է զսպման կարևորությունից եւ ասում է խաղաղություն ապահովելու միակ միջոցը, լավագույն միջոցը զսպման կարողությունների զարգացումն է ու ամենալավագույն տեխնոլոգիաներով դու այս հայտարարությունները թողում ես հաշվի առնելով որ Ալիևի ասացները պետք է անես հելնում ես հայտարարում ես ասում ես բանակը իմ համար երկրորդական է նշանակություն չունի դրա համար մենք ասում ենք որ մեզ համար առաջնայինը այո այս խոսքերն էլ գալիս են ապացուցելու որ աշխարհն էլ այդպես է ընդունում զսպման կարողություններ ունեցող բանակը հենց ունեցող երկիրն է կարող ապահովել խաղաղություն եւ սա այն է երբ որևէ մեկը որ ուզում է հանկարծ մտքով չանցկացնի որ կարող է հարձակվել քո երկրի վրա եւ հաջողություններ ունենալ այլ հակառակը շատ ավելի մեծ վնասներ կարող է կրվել սա միայն պաշտպանությանն է վերաբերում սա ոչ պատերազմի կոչ է ոչ է սա խաղաղություն ապահովելու լավագույն եղանակն է արդյունավետ պաշտպանությամբ շնորհակալություն Մերիմնյան Արմատ մեդիա Պարոն Թաթոյան Ռոբերտ Քոչարյան ասում է որ եթե իրենք անլրջություն ցուցաբերեն իրենց ընտրողին կկորցնեն որն է ձեր տեսակետը այս մասով եւ արդյոք մեր հարությունը լուրջ ղեկավարը ցանկանում ունենալ ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին եւ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկագիծը ինչպես կգնահատեք Որ վարկագիծը օրինակ մետրոյում հենց ուտելու Մարդկային այցերի ընթացքում քաղաքացիների հետ շփման Շատ լավ Տեսեք, առաջին հարցը, որ վերաբերում էր հանրապետության երկրորդ նախագահին Ես հատուկ ասել եմ մի քանի անգամ նորից եմ ասում, որ այստեղ ես հարցը դիտարկում եմ բացառապես քաղաքական տեսանկյունից Եվ այստեղ մենք պետք է հաշվի առնենք անձնական հանգամանքներից վեր կանգնենք եւ գլխավոր նպատակից ելնենք մեզ անհրաժեշտ է խնդրի լուծում մեզ անհրաժեշտ է որպեսի Նիկոլ Փաշինյանին այս ընթացքում չանենք որևէ ուժեղացնող բան եւ նրան թույլ չտանք որպեսի նա հավաքի արհեստական բայց լրացուցիչ լեգիտիմություն Եվ ես համոզված եմ, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի մասնակցությունը օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ, ես համոզված եմ, որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի դիսկուրսը բերել է նկատի ունենալով հանրապետության երկրորդ նախագահի մասնակցությունը, որտեղ օրինակ հանրապետության երկրորդ նախագահը հայտարարել է, որ TRIP-ը անվտանգության, Հայաստանի անվտանգության մեծ սպառնալիքն է դառնալու։ Ակնհայտ է, որ սա օգտագործում է որպես պատերազմի սպառնալիք եւ այս դիսկուրսը բերել է այդ պատճառով նաեւ։
Դրանից բացի ես կարծում եմ, որ այն դեպքում, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ մեր ժողովրդի մեծամասնությունը իր հետ ապագա չի կապում երկրի կառավարումը, ինչպես որ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագայի կառավարումը չի կապում Նիկոլ Փաշինյանի հետ, նրա այս մասնակցությամբ ինձ մոտ հարցեր են առաջանում։ Այստեղ ուրեմն կա կամ բիզնես պաշտպանելու նպատակ, կա Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ ընդդիմություն լինելու նպատակ, չգիտեմ, կամ երկուսը միասին։ Եվ սրանք, ես կարծում եմ, այս առաջադրումը խանգարում է մեր կոլեկտիվ ջանքերին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի 2026 թվականի ընտրություններում։ Դրա համար ես նաև ուզում եմ ասել, որ ինձ համար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, հայտարարությունը եւ մասնակցությունը նույնն է, ինչ որ նա օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամության հայտ լրացներ եւ մասնակցեր։ Սա նույն էֆեկտն է ունենալու Նիկոլ Փաշինյանի համար։ Ու դրա համար Նիկոլ Փաշինյանի հետ կապված կա, չէ՞, ձևակերպում նաև, որ ասում են գնա։ Ես այդ հայտարարությունը ուզում եմ վերաձևակերպել եւ ասել գնացեք, որ գնա, որովհետեւ ակնհայտ է, որ դա օգնում է միայն Նիկոլ Փաշինյանին եւ լրացուցիչ սնունդը ու լեգիտիմություն է ապահովում։ Մեկ կարևոր նաև բան էլ։ Ես քաղաքական առումով նաև ասացի, որ սա նույնն է, ինչ որ Նիկոլ Փաշինյանի թե Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, որ քաղաքական առումով երկու ճաղատներ վիճում են, թե սաները ում է բաժին հասնելու։ Եվ շատ հստակ է, որ հայ ժողովուրդը չի պատկերացնում նրանցից որևէ մեկի հետ մեծամասնությունը երկրի կառավարումը։ Սա ցույց է տալիս նաև մեր շփումները մեր ժողովրդի հետ։ Եվ ես հույս ունեի, որ ուզում եմ այդ հույսը հիմա էլ պայփայել, որ առաջին եւ երրորդ նախագահների օրինակով կարծեք թե նրանք չեն մասնակցում այդ խելամիտ քայլերին նաև հետևեր հանրապետության երկրորդ նախագահը։ Եվ դրա համար եմ ես ասում, ձևակերպումը գնացեք, որ գնա։ Այսքանը։ Հա, եւ Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպը մետրոյում։ Ակնհայտ է, որ դա մի մարդու վարկագիծ է, դեռ Արցախի հարցը, արցախցի լինելու մեր հայրենակցուհու հարցը դնենք մի կողմ։ Ակնհայտ է, որ սա վարկագիծ է քաղաքական առաջնորդի, որը ոչ միայն անկարող է հայ կնոջը, հայ երեխային պաշտպանելու, այլ անամոթաբար պաշտպանված լինելով իր ախրաննիկներով, իր թիկնապահներով, իր թիմակիցների ներկայությամբ Երևանի մեջ ահաբեկում է, սպառնում է հայ կնոջ ու հայր երեխային։ Հետո էլ ներողություն է խնդրում։ Ինձ համար դրանից հետո ցանկացած ներողություն, ուզում է լինի անկեղծ, թե կեղծավոր, թեև ես ընդհանրապես չեմ հավատում, որ դա անկեղծ էր, դա տղամարդկային արժանապատվությունից զուրկ մարդու հայտարարություն էր։ Սա ընդհանրապես ես այսպես եմ նայում այդ միջադեպին։ Այստեղ Արփիկ Համրազյան 2 Պարոն Թաթոյան, ձեր այն ձևակերպման մասին է հարցս, որ նշեցիք զրոյական կետից չեք սկսելու, այլ շարունակելու եք Փաշինյանի կետը, ճիշտ ասած մի քիչ տարակուսելի է, իրենք հրաժարվում են Արարատից, Արցախից, Սահմանադրությունից, անկախության հռչակագրից այդ սահմանադրությունում, սա այն կետ է, որին հասել են իրենք, դուք արդյոք սա շարունակելու եք եւ երկրորդ հարցը, ինչպես եք վերաբերվում, էլի, դա նկատի ունեիք։ Եվ երբ դուք հայտարարեցիք այստեղ, որ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստան եւս մի քանի կետով, հայտարարվեց Խորհրդարանի անդրանից, որ դա սուտ է, այդպես չէ, եւ այնտեղ տեսակետ հնչեց, որ եկեք այսպեսի մի նախագծով ներկայանանք, որ ովքեր մեր պաշտոնական դիրքորոշումից հետո կհանդգնեն շարունակել այդ թեման, ել չեն կարողանա կամ ինչ-որ X պատասխանատվության կենթարկվեն։ Իհարկե իմ ասածները չի վերաբերում մեր ազգային ինքնությանը վերաբերող հարցերին։ Իհարկե իմ ասածները չեն վերաբերում մեր ազգային պետության տեսլականին, մեր պատմությանը, բնականաբար դրանք ինձ համար արժեքային արժեքներ են, որոնք սակարկման ենթակա չեն։ Խոսքս վերաբերում է այն հարթակներին, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ նա տանում է բանակցություններ, մենք դրանցից չենք պատրաստվում հրաժարվել եւ մենք դրանցից չենք պատրաստվում դրանք
ձախողել եւ ինչպես ինքը արեց ժամանակին եւ փորձել զորացնել ամեն ինչ։ Եվ այդ հարթակներում մեր երկրի շահերը նկատի ունենալով, հիմքում դնելով, այսպես ավելի, հիմքում դնելով տանել բանակցություններ, քննարկումներ, որտեղ մեզ համար հիմքերի հիմքը Հայաստանի Հանրապետության շահերն են, որոնք հիմնված են, ինչպես ես արդեն ասացի, մեր ազգային ինքնության, ազգային շահերի, արժեքների վրա։ Այո, իհարկե։ Եվ լրագրողների, դուք հավանաբար նկատի ունեք լրագրողների սպառնալիքները, որ նրանք տվեցին, որ մեր հրապարակումներից հետո, գիտեք, նախ առաջինը ինձ համար այստեղ ակնհայտ էր մի բան։ Երբ դու գործ ունես կառավարության հետ, որը շարունակաբար ստում է, եւ նրանց դեմ պայքարի միջոցը փաստերն են, բայց անգամ այդ փաստերը չեն օգնում, որովհետեւ նրանք ելի նորից սկսում են բոլորին հայտարարել, որ դա սուտ է, այդ պարագայում, որպեսզի նրանց ստերը չբացահայտվեն, որովհետեւ սրա նրանց գլխավոր վախերից է, փաստերը նրանց դեմ պայքարի գլխավոր միջոցներից են։ Անգամ այդ դեպքում, տեսեք, մանիպուլացնում են ու նորից կեղծիքներ են տարածում։ Այդ պարագայում բնական է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, այո, պետք է լինի ցանկացած քայլի դիմել, որ այնքան որ իրենց ստերը չբացահայտվեն։ Դա հակա ժողովրդավարական քայլ է, հակա իրավական քայլ է, բացարձակ անօրինական, նրանք եթե հանգարց այդ քայլին դիմեն, սա լինելու է ժողովրդավարության հիմնարար քայքայում։ Մենք գիտեք կոնկրետ օրինակով ցույց տվեցինք, որ մենք այնինչ հայտնաբերեցինք, ցուցադրեցինք, հետո մեր հետաքննություններով լրագրող գործընկերները ամբողջությամբ հաստատեցին։ Սա այն օրինակն է, թե ինչքան պետության շահերի օգտին կարող է աշխատել լրագրողի աշխատանքը եւ հակառակը կառավարության աշխատանքը ծառայել ամբողջությամբ հակառակորդի շահերին եւ իդեմ պետության շահերի։ Դրա համար մենք նաև ասում ենք, սա շատ հստակ մի բան ցույց տվեց, որ այս իշխանությունները կապ չունեն երկրի անվտանգության, ոչ էլ ժողովրդավարության հետ։ Նրանք անդադ իրենց դիրքավորում են, ցուցադրում են, որ մենք ժողովրդավար ենք, էս ենք են, չէ՞։ Ակնհայտ է, որ նրանք ժողովրդավարության հետ կապ չունեն։ Նրանց համար ժողովրդավարությունը ոչ թե արժեք է, ոչ թե ինչ-որ նշանակություն ունի, այլ գոյության, քաղաքական գոյության ինստինկտներով է պայմանավորված ժողովրդավարության մասին խոսել, որտեղ նրանք առհասարակ կապ չունեն ժողովրդավարության հետ, օրենքի հետ եւ դրա համար մենք ասում ենք, որ մենք պետք է ունենանք եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, ոչ թե կամ, ինչպես նրանք են այսօր փորձում անել, այլ եւ ժողովրդավարություն եւ անվտանգություն, այո, եւ մենք միշտ լինելու եմ, ես ասել եմ, անկախ իմ կարգավիճակից լրագրողների կողքին եւ լրագրողական աշխատանքը ինձ համար ռազմավարական նշանակություն ունի եւ մենք միշտ ղեկավարվում ենք լրագրողի բարեխեղճության եւ օրինավորության կանխավարկածով։ Լուսինե Բադալյան, Նովոստի Արմենիա, երկու հարց ունեմ։ Առաջինը, տեսնում եք հնարավոր համագործակցություն որևէ ուժի հետ, եւ եթե այո, կնշեք, որ ուժի մասին է խոսքը, եւ երկրորդ հարցը նշեցիք արդյունավետ ինքնապաշտպանության ձևավորման մասին, կխնդրեմ մի փոքր մանրամասնել, ինչ քայլեր եք պատրաստվում անել։ Շնորհակալություն։ Դե արդյունավետ ինքնապաշտպանության հետ կապված ամբողջը արդեն բացահայտեցինք, որպեսզի մենք ունենանք հստակ զսպման կարողություններ, որպեսզի մենք կարողանանք ապահովել նաև մեր պաշտպանությունը եւ գիտեք այսպեսի մի բան եմ ուզում ասել զսպման կարողություններ միայն չի նշանակում ուղղակի բանակի ֆինանսավորում կամ ինչ որ ապահովել ինչ որ տեխնիկա եւ վերջ այստեղ շատ կարեւոր է նաև ղեկավարման որակը արդյունավետությունը կամքը ոչ միայն կամքը քաղաքական առումով նաև անձնական կամքը անձնական որակները որոշումներ կայացնելու կարողությունները ես ես մի օրինակ բերեմ Սաուդյան Արաբիան երկու երկիր վերցնենք։ Սաուդյան Արաբիան մերձավոր արևելքում առաջատար է իրենց բյուջեի ֆինանսավորման չափի առումով։ Իրանը անգամներ զիջում է Սաուդյան Արաբիային ռազմական բյուջեի ֆինանսավորման չափի առումով։ Կարող եք գտնել որևէ միջազգային ռազմական փորձագետ, որ հանկարծ կարողանա ասի, որ Սաուդյան Արաբիան եթե հարձակվի Իրանի վրա, ապա անպայման հաղթելու է։ Չէ իհարկե, որը ինչու, որովհետև տեսեք, այստեղ շատ կարևոր են զսպման կարողությունների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, որ որև ցանկացած երկիր, որ հանկարծ մտքով չանցկացնի էլ
ագրեսիա անել քո երկրի նկատմամբ, իսկ եթե անելու նման մտադրության անգամ դեպքում կամ փորձիել իրեն անգամներ ավելի շատ է վնաս պատճառվելու, որը բնականաբար հենց կոչվում է զսպման կարևոր կարողություն։ Հա, եւ համագործակցություն։ Այո, իհարկե, մենք պատրաստ ենք համագործակցության, մեր ուժի նախաձեռնության անվանումը պատահական չէ, միասնության թևեր։ Մենք կարծում ենք, մեզ բնականաբար պետք է միասնություն, բնականաբար պետք է այնպես անել, որ մենք հասնենք իրական նպատակին, որ այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չունենա վերընտրվելու հնարավորություններ, որ հիմա էլ եկել է պատերազմով սպառնում է մեզ։ Եվ համագործակցություն կա տարբեր ուժերի հետ, նրանցից մի քանիսի հետ մենք ունենք արդեն կազմած միավորումներ, մեզ միացել են մեր գործընկերներ, իրար հետ ենք համագործակցում եւ քննարկումները կան, շարունակվում են։ Շնորհակալություն։ Տրիբյունայում Հասմիկ Անտոնյան, պարոն Թաթոյան, Ռոբերտ Քոչարյանը, երբ որ հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, դրանից հետո անդիմադիր տարբեր ուժեր սկսեցին իրար թիրախավորել։ Նախ ինչ եք կարծում, բոլորդ մեկ ուղղությամբ չպետք է աշխատեիք եւ հաջորդ հարցս ձեր հայտարարությունից հետո ներխուժումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը, դուք ինչպես եք պատրաստվում ապացուցել այն։ Շնորհակալություն։ Առաջին հարցը կապված Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առհասարակ անդիմության ներսում հարցերի հետ։ Գիտեք, այո, դուք ճիշտ եք, որ անդիմության ներսում կան այսպես լարվածություն, տարբեր թիրախավորումներ, ես դա այո, ճիշտ չեմ համարում եւ պետք է մենք այնպես անենք, որ կարողանանք մեր առաջ կանգնած խնդիրը լուծել։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ես այստեղ այս հարցը դիտարկում եմ այն տեսանկյունից, որ մենք չանենք որևէ բան, որ ուժեղացնի Նիկոլ Փաշինյանը, որտեղ նա վամպիրի պես սնվում է նախկին ժամանակների տարբեր սխալներից։ Ընդ որում իմ խոսքը, խնդրում եմ հստակ ասեմ, չի վերաբերում նաև թիմերին։ Իմ խոսքը միշտ վերաբերել է անձամբ պաշտոնաթող նախագահներին։ Եվ այստեղ խոսքը ոչ եւ այո, Նիկոլ Փաշինյանի ձեռնտու է փորձել կռիվներ անել, ինտրիգներ եւ այլն։ Եվ գիտեք, մեր ժողովուրդը սա ուզում եմ նաև մեր այցերի իմ տպավորությունները փոխանցել։ Մեր ժողովուրդը հոգնել է ինտրիգներից, մեր ժողովուրդը զզվել է ինտրիգներից, այդ գզվրտոցները, ինչպես մեր ժողովուրդն է ասում, իրար թիրախավորումները եւ այլն, այլ նրանք պարզապես ուզում են լինեն իրենց ղեկավարները, երկրի ղեկավարները մարդիկ, որոնք կարողանալու են լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները։ Մենք պետք է նայենք այդ արդյունքի հասնելու տեսանկյունից մենք ինչ քայլեր պետք է անենք, այսինքն այդ առումով։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, որ հերքեց, չէ՞, ուրեմն Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար մենք իմ ասուլիսից հետո անմիջապես նրան նաև նամակով ուղարկեցինք այն կոորդինատները, որոնք մենք արբանյակային լուսանկարներով նաև ստացել էինք։ Այսինքն մենք արել էինք ուսումնասիրություն մի քանի ամիս տևած եւ մի քանի ամիս տևած ուսումնասիրության արդյունքում չինական եւ ֆրանսիական արբանյակների օգնությամբ նրանց լուսանկարների միջոցով բացահայտել էինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի հուլիսից սկսած եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ։ Այստեղ Պաշտպանության նախարարությունը ակնհայտ ստեց եւ մանիպուլացրեց հարցը ամբողջը բերելով մեկ դիրքի պատմության, իրականում այդտեղ էլ նրանք ստեցին, որովհետեւ մեր հաշվարկով մենք ունենք մինչեւ 3000 քառակուսի մետր ներխուժում այդտեղ, որը հավասար է 9 հեկտարի նաեւ չափով ներխուժման։ Եվ մենք նրանց հանձնեցինք նաեւ կոորդինատներ, այսինքն հստակ թե չինական արբանյակի, թե ֆրանսիական Airbus արբանյակի։ Եվ ընդ որում այդ արբանյակների հիման վրա է, որ Google քարտեզները ձևավորվում են։ Նրանք սկսեցին մեզ նաև իրենց ստերով մանիպուլացնել, ասելով, թե Google քարտեզից է վերցել։ Այդպես չէ, մենք վերցրել ենք արբանյակներից, որոնց հիման վրա նաև ձևավորվում է Google քարտեզը։ Օրինակ, եթե դուք հիմա մտնեք Google քարտեզ, դուք կան
այս շատ ամրացումներ, ճանապարհներ, ռազմավարական եւ այլն չեք տեսնի։ Դրանք երևում են արբանյակային լուսանկարներով, որոնք շատ թարմացված են, որտեղ Google քարտեզը այդքան հաճախ չի թարմացնում։ Հետեւաբար դու պետք է այդպես ես կարողանում, դու չես կարող Google քարտեզից որևէ տեղ իմանալ, եթե նրանց որոշների մակարդակը այդքան է, որ ինքը Google քարտեզը չի տարբերում արբանյակային լուսանկարներից, ապա մենք նաեւ կարող ենք ուսուցման դասընթացներ կազմակերպել պաշտպանության նախարարի համար, դրա համար մեր մասնագետները այն աստիճան որակ ունեն, որ կարող են իրեն որպես ոչ մասնագետի այդ ամեն ինչը ներկայացնել։ Դրանից բացի, այստեղ մի շատ կարևոր բան կա։ Տեսեք, ես այս իշխանությունների հետ վեճերում երբեք չեմ պարտվել։ Միշտ հաղթած ենք դուրս եկել։ Միշտ։ Ինչու՞։ Որովհետև ես ղեկավարվում եմ Հայաստանի պետական շահերով, ես ճիշտն եմ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Նրանք ղեկավարվում են իրենց անձնական շահերով ու քաղաքական շահերով, նրանք ստում են, ճիշտը չեն խոսում, խաբում են մեզ եւ նրանք փաստերից վախենում են։ Նրանց ամենա այդ լավագույն հայտնի համեմատություն է որ անենք, նրանց դեմ պայքարի լավագույն միջոցներից է փաստերը։ Փաստերով ես խոսում, միանգամից ինչ են անում, սուտ է, գոռում են այդպես են ասում։ Եվ դրա համար էլ մեր հետ այս բանավեճում էլ փորձեցին այդպես անել։ Բայց տեսեք, մեր լրագրող գործընկերների շնորհիվ, մյուս մեր ընկերները բանը չկարողացան դա անել, որովհետև դու արբանյակային լուսանկար ես ներկայացնում, որից թվում է ինչ կա ավելի, չէ, որ կարողանա ապացուցի դա, եւ նորից կանգնում ասում է սուտ է։ Դրա համար մենք շարունակելու ենք նաեւ այս հարցը եւ նրանց այդ հայտարարությունները կարեւոր բան ակնհայտ օգնեցին Ադրբեջանին։ Ակնհայտ օգնեցին։ Ասենք դու երկրի պաշտպանության նախարար ես կամ երկրի վարչապետ, դու ոնց կարող ես ասել, որ նման բաները սուտ է, երբ արբանյակային լուսանկարները ապացուցում են դա, այսինքն դա նշանակում է դու մաքրում ես Ադրբեջանին։ Այլ երկրների աչքի առաջ մաքրում ես Ադրբեջանին, թույլ չես տալի, որ նրանց ներխուժումները երևան։ 168 ժամ Զվարթ Խաչատրյան։ Պարոն Թաթոյան, երբ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հայտարարում է, որ եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի, նույնիսկ ժամանակն է մատնանշում, մոտավորապես աշնանը, իրավապահ մարմինները այստեղ որևէ անելիք ունեն, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ հստակ հայտարարեց, որ նոր սահմանադրությունում հղում չի լինելու հռչակագրին։ Հռչակագրի հրաժարումը ինչ է նշանակում Հայաստանի համար եւ պարոն Թաթոյան, Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներ, այդ թվում նաեւ ԱԺ նախագահը, ասում է, որ արցախահայերը պետք է հրաժարվեն Արցախ վերադարձի իրավունքից։ Այդ որ իրավունքով են Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն անում։ Շնորհակալություն։ Առաջին հարցը իրավապահ մարմինների անելիքների հետ կապված։ Իրավապահ մարմինները այստեղ ցանկացած պարագայում իհարկե անելիք ունեն եւ պետք է ուսումնասիրության ենթարկեն, ավելին իրավապահ մարմինները նա որ այդպես դիրքավորում է իրեն որպես իրավապահ մարմինների գործառութային առումով նրանց ղեկավարը ամենօրինակ չի եւ իրավապահ մարմինները ես կարծում եմ այո պետք է ուսումնասիրության ենթարկել այս ամենը։ Հիմա եւ որովհետեւ սրանք ուղիղ Հայաստանի պետական շահերին հակասող հայտարարություններ են եւ գործողություններ են, ավելին դրանք հնարավոր Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նպատակների դեպքում օրինակ Ադրբեջանի, սրանք միայն օգնելու են Ադրբեջանին եւ մեզ դժվար վիճակում են դնելու, երբ մենք գնանք օրինակ հայտարարենք միջազգային ասպարեզում եւ այլն, որ ասենք Ադրբեջանը հակառակը ինքն էր այդ դիրքերը ամրացնում, ճանապարհներ կառուցում եւ այլն, ստացվում է ունենք իշխանություն, որը ամբողջությամբ հերքում է, չկան, մինչդեռ այդ ամենը կան փաստերով։ Հիմա սահմանադրության հետ կապված, տեսեք, սահմանադրության հարցը ես պատահական չասեցի, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է դնում մեր հասարակությանը։ Երբ այս հարցը բերում է օրակարգ, նախ սա բացառապես Ալիևի պահանջ է եւ սա որևէ միջազգային հիմք չունի։ Խաղաղության այսպես կոչված պայմանագիրը անգամ որ նախաստորագրվել է օգոստոսի 8-ին չէ Վաշինգտոնում, այնտեղ հստակ ամրագրված է, որ իրար ներքին գործերի չեն միջամտում կողմերը, բայց տեսեք Ադրբեջանը ակնհայտ միջամտելով ինչ պահանջներ է առաջադրում։ Եվ Նիկոլ Փաշինյանը հանձն է առել դա անել, լինելով Ալիևի կամակատարը, կամ ինչպես ես ասացի, Ալիևի տասովշիկը։ Սա ակնհայտ թակարդ է, ինչու՞։ Որովհետև
եթե պատկերացեք, սահմանադրությունը դրվում է հանրաքվեի եւ մեր ժողովուրդը քվեարկում է այդ հանրաքվեի օգտին, որտեղ Նիկոլ Փաշինյանը աղերսում է, ամեն օր լացուկոց է դնում եւ այլն, պատերազմից է խոսում, սպառնում է, այս կոմենկոն պատկերացեք ինչ որ մի ձև ընդունվեց։ Սա նշանակում է, որ էլի նորից մենք ընկանք Ադրբեջանի այսպես նվաստացած վիճակում, ինչ ասում է Ադրբեջանը, անում են եւ այլն։ Հիմա պատկերացեք, եթե մեր ժողովուրդը մերժում է, որը մեծ հավանականությամբ եւ ինքը շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևն էլ շատ լավ գիտի, որ մեծ հավանականությամբ մեր ժողովուրդը մերժելու է այդ հանրաքվեն։ Ստացվում է, որ մեր Նիկոլ Փաշինյանը խաղաղություն էր ուզում, իրենք բոլորը խաղաղություն էին ուզում, մեր ժողովուրդը պատերազմ է ուզում։ Եվ էլի մեր ժողովրդից դարձնելու են պատերազմ ուզող ժողովուրդ։ Առանց այդ էլ ամեն օր քարոզը գնում է, որ մենք բարբարոսներ ենք, չենք կարողացել խաղաղ ապրել, չգիտենք խաղաղ ապրելու ձևերը որոնք են, էլ մի հատ էլ անընդհատ հարցազրույցներում շեշտում են, բանը Ջավախքը, բայց մերը չի, Արցախը, բայց մերը չի, մյուսը, հա բայց մեր ժողովուրդը այդ երբ է օրինակ հավակնություններ ունեցել Վրաստանի Ջավախքի նկատմամբ, մեր հայրենակիցները այնտեղ ապրում են, բայց երբևէ այսքան ժամանակ որևէ մեկը լսել է, որ նման բան կամ պետական որևէ ասենք քաղաքականություն երբևէ լինի կամ Արցախի հետ կապված հստակ ուզում եմ նշել, որ արցախցիների վերադարձի իրավունքը մեր կարևորագույն քաղաքական ուղղություններից է եւ արցախցիների հարցը Հայաստանում առասարակ երկու ուղղությամբ պետք է դիտարկել։ Մեկ արցախցիների իրավունքները Հայաստանում արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, բնակարանային ապահովություն, ոչ թե ժամանակավոր, այլ մշտական լուծումով, հատուկ բնակավայր նաև նախատեսելով, անհատական մոտեցումներով մեր արցախցիների հայրենակիցների նկատմամբ, բայց նաև արցախցիների վերադարձի իրավունքի կարևոր հարցի բարձրացում, որը Հայաստանի շահերից է, անվտանգության շահերից է նաև բխում, իսկ սա վերադարձի հավաքական իրավունքի մասին է խոսքը, որը ամրագրված է հիմա, գործող իրավունք է Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 17-ի։ 2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց, որին միացել է միջազգային նաև Հայաստանը եւ միացել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Ամերիկայի պետդեպը, Կանադան, ԱԳՆ-ի մակարդակով, Շվեյցարիան, Եվրամիության խորհրդարանը եւ այլն, սա միջազգայինորեն գործող իրավունք է, որը պետք է, այո, անպայման առաջ տանել։ Հիմա նաեւ պատերազմի հետ կապված, ներողություն, սահմանադրության հետ կապված անկախության հռչակագիրը, որ ասում է հանեք։ Անկախության հռչակագիրը այսպես ասեմ, մեր կառավարման ժամանակ երբեք նախ օտար պետության պահանջով սահմանադրության փոփոխության հարց չի դրվելու։ Դա բացառվում է, որովհետև դա հենց քո անկախության ինքնիշխանության կարևորագույն ցուցիչն է։ Մեր անկախության հռչակագիրը ոչ մի կապ չունի իրենց հորինած տարածքային պահանջ լինել չլինելու հետ։ Մեր անկախության հռչակագիրը պարզապես ամրագրում է հայ ժողովրդի, մեր սերունդների, մեր պապերի դարավոր իղձերի արտահայտությունն է, իրականացումը, որ մենք ի վերջո ստեղծում ենք հայոց պետականություն։ Եվ մեր անկախության հռչակագիրը հիմնված է այդ նվիրական արժեքների վրա։ Եվ դա ոչ մի կապ չունի, ոչ պատերազմի, ոչ կոնֆլիկտի, ոչ մի բանի հետ։ Այդ հարցը, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է բերել հիմա տանում է Ադրբեջանի պահանջի վրա, նորից էլի դրա պատճառը նրանց ստրատեգիական անկարողությունն է։ Սա շատ կարևոր է, ես ընդհանրապես կառաջարկեմ, կխնդրեմ, որ դուք էլ լայնորեն տարածեք սա, որովհետև իսկապես նրանք ունեն ռազմավարական, նրանք մեկ ծրագիր ունեն, ռազմավարական անկարողություն եւ բնականաբար ձախողում մեր երկրի պաշտպանության ու անվտանգության։ Ես ընդհանրապես նաեւ լրագրողներին կխնդրեի, որ երբ դուք նրան տեսնեք, երկու հարց է պետք տալ։ Առաջինը, ինչ է կարել վերջին 6 տարիների ընթացքում, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից էլ շատ է։ Դուք ինչ է կարել, որ որևէ երկիր անգամ չմտածի Հայաստանի նկատմամբ, ռիսկ չանի մտածի Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին, եւ երկրորդը, ինչու է այսքան տարի ձախողել մեր երկրի համար զսպման կարողությունների ձևավորումը։ Այս երկու հարցը եւ այստեղ շատ հստակ է, որ նրանք այս 6 տարվա մեջ չեն կարողացել ստեղծել այդ զսպման կարողությունները, դրա համար էլ հիմա պատերազմի սպառնալիքը օգտագործում են որպես շանտաժ մեր ժողովրդի համար, որ ազդեն ներսում քվեի ընտրողի քվեի վրա։ Նրանք պատերազմը բերեր դարձրել են մեր երկրի ներքին ընտրություններում գլխավոր գործոն։
Ադրբեջանին դարձրել են մեր երկրի գլխավոր գործոն, պատերազմի սպառնալիքով շանտաժ են անում մեր ժողովրդին։ Այս սա է իրական գնահատականը նաև։ Հրապարակորաթ Հերտաննա Պապիկյան, պարոն Թաթոյան, ասացիք, որ պատերազմը դարձրել են շանտաժ ժողովրդի գլխին։ Ես հետևում եմ ձեր էջերին, միասնության թևերի էջերին եւ տեսնում եմ բազմաթիվ հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ, գրասենյակներ եք բացում։ Արդյոք այդ շանտաժը պրակտիկորեն աշխատում է մարդկանց մոտ, երբ հանդիպում եք ձեզ չեն հարցնում, այ տեսեք Փաշինյանը ասում է, եթե շիլնեն պատերազմ է լինելու, այս հարցը իրոք կարողանում են մարդկանց վրա ազդել եւ երկրորդ հարցը այսօր էլ ես կարդացի, որ Ադրբեջանով կրկին հացահատիկ է գալու Հայաստան, ձեր իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առևտուր լինելու է, թե չի լինելու եւ արդյոք սա կարեւոր է երկրի տնտեսության համար, առևտրաշրջանառությունն է պետք է լինի, կշարունակենք առևտուր այդ տարածքում այդ տարածքով վագոններ կան կամ հենց Ադրբեջանից առևտուր անել։ Շնորհակալություն հարցերի համար։ Առաջինը շանտաժի հետ կապված։ Մենք որ երբ հանդիպում ենք մեր բնակիչների հետ, նախ մեր բնակիչները բարձրացնում են, այո, հարցը լիարժեք, որ մեզ պետք է, բոլորը գիտակցում են, որ ձախողել է այս իշխանությունը մեր երկրի պաշտպանությունն ու անվտանգության համակարգը։ Եվ շատ լավ է, որ այդ գիտակցումը կա, որ նրանք ձախողել են, դրա համար էլ խոսում են ստիպված ամեն զիջման գնում են։ Եվ սա հենց այս իշխանության գլխավոր խարանն է ու նրանց գլխավոր այդ ստրատեգիական անկարողության արդյունքը, որ նրանք ձախողել են ամբողջությամբ։ Հիմա տեսեք նրանք ինչ են անում։ Նրանք այսքանով հանդերձ խաղում են մեր ժողովրդի վախերի վրա, հատկապես մեր մայրերի վախերի վրա են խաղում։ Եվ նրանք, եւ գիտեք, ես շատ ուզում եմ մարդկային sense մի բան խոսենք։ Ես հասկանում եմ մեր ժողովրդի, մեր մայրերի հատկապես վախերը եւ հարգում եմ դա, որովհետեւ դա իսկապես մարդկային որակ է, դա կարող է լինել։ Բայց բոլորովին այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի էլ մտածում մայրերի մասին, նրանց վախերի մասին։ Նա մենակ քաղաքական առումով մի բան գիտի, որ այդ վախերը կան։ Եվ ինքը խաղում է դրա վրա որպես նախընտրական գործիք է օգտագործում այդ ամենը։ Եվ դրա համար է, որ այո, նա շանտաժի է ենթարկում եւ շատ մեր քաղաքացիներ դա հասկանում են, բայց Նիկոլ Փաշինյանը այնպիսի վիճակ է ստեղծել, որ մարդիկ մտածեն անելանելի է ամեն ինչ։ Ոչ մի բան հնարավոր չի այլևս փոխել եւ ամեն ինչ որոշված է։ Դա համար մենք մեր ժողովրդին, քաղաքացիներին հիմա օգտագործելով նաեւ այս առիթ ուզում եմ խնդրել, որ նրանք հստակ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պատերազմի կուսակցություն է, որ նրանց վերընտրվելու դեպքում հիմա այս պատասխանատու հայտարարում եմ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում պատերազմ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը, շատ իրական, որտեղ նրանք պատերազմի կուսակցություն են։ Եվ այս հայտարարությունը ես հստակ հիմնավորեցի նաև իմ նշածս բոլոր հիմքերով։ Անverջ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն չեն հասկանում, կամ էլ հասկանում են, ուղղակի դա լավ էլ առաջ են տանում, որ Ադրբեջանի պես պետությունը, ամբողջատիրական պետությունները եւ այլն, նրանց հետ, եթե դու անverջ գնում ես զիջումների եւ պաշտպանական կարողությունները չես զարգացնում, դրանց ավելի ես դու հրավիրում ագրեսիայի, քո երկրի դեմ ես հրավիրում։ Դա բաց հրավեր է, որ դու ասում ես այլ, որովհետեւ նրանք չեն կանգնելու, նրանք շարունակելու են այս ընթացքը։ Հասկանալ է, առավելևս դու խափում ես միջազգային հանրությունից հետ թաքցնում ես այդ բոլոր հիմքերը։ Եվ դրա համար մենք մեր ժողովրդին պետք է ասենք, որ ժողովուրդ ջան, կան բոլոր հնարավորությունները, այդքան ամեն ինչ սահմանափակ չի, աշխարհը չի վերջանում Նիկոլ Փաշինյանով։ Ժողովուրդ ջան, մենք աշխարհում տեսեք ինչքան հզոր հայեր ունենք, հզոր հայրենակիցներ ունենք, մենք ինչ կարողություններ ունենք։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանից մոտ ես նկատել եմ, կա նաև հոգեբանական շատ մի հատ բան։ Իրենք որ պարտվել են, իրենց մոտ այդ պարտվողական հոգեբանությունը աշխատում է նաև այսպես հիմա։ Իրենք չեն հավատում մեր ժողովրդի ուժին։ Անկամ եթե գիտեն, որ մեր ժողովուրդը ուժեղ է, բայց ամեն ինչ անում են, որ բերեն հասցնեն այդ թուլության հոգեբանության, որ որևէ մեկ իրանցից չպահանջի որևէ բան։ Դե մտածենք, ասենք, դե լավ, դե այդ էլ հնարավորություն է, էլի, դե ինչ անենք, դրանից ավել ինչ անենք։ Բայց աշխարհը չի սահմանափակվում նրանցով։ Մենակ այդ պրիզմայից պետք չի նայել։ Մենք մասնագիտական ուժեղ հզոր կարողություններ ունենք։ Մենք անելու ենք այս հարցերը, լուծելու ենք այս հարցերը։ Եվ կան բոլոր հնարավորությունները, մենք մեր ընկերներ ունենք աշխարհում, հզոր ընկերներ ունենք աշխարհում։ Մենք մեզանով, ես ասում եմ նորից, Հայաստանում չկա հարց, որ մենք մեր ուժերով չկարողանանք լուծել։ Դրա համար մենք պետք է ունենանք
պաշտպանական ուժեղ կարողություններ, զսպման ուժեղ համակարգ, որ որևէ մեկի մտքով չանցնի հանգարց այս երկրի նկատմամբ կանի ագրեսիա ու դրանից շատ ավելի մեծ վնաս ինքը տուժելու ու կարող կոլապսի ենթարկվի ընդհանրապես։ Առևտրի հետ կապված։ Այսօրվա առևտուրը տեսեք ինչ է։ Նիկոլ Փաշինյանը ստանում է Ադրբեջանից 2 կանիստր բենզին, 2 դույլ ցորեն, դրանով ինչ է անում։ Մաքրում է Ադրբեջանին ամբողջ աշխարհում, դարձնում է հումանիտար պետություն, դարձնում է հումանիստ պետություն, բայց փոխարենը ինչ է ստանում։ Հանդիպումների ժամանակ ուսին մի երկու հատ տնտեսնեն, տենց ասեն, ապրես, չգիտեմ, դուրս գնա, ասենք, չէ, գա երկրի ներսում առուծա կտրում, ոնց որ մետրոյի միջադեպ եղավ, հայ կնոջ վրա գորգորում էր առանց ամոթի, առանց իր թիկնապահների ներկայությամբ։ Հետո գնա դրսում Ալիևին սուրճ հյուրասիրի, սուրճ առաջարկի, տանի տա, ինչքան հնարավոր սիրաշահի, այդ է ստանում։ Եվ հետո որ մենք աշխարհին գնանք, ասենք, ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, ասենք որ Ադրբեջանը մեր նկատմամբ ուզում է հարձակվի, հարձակում գործի, ոչնչացնի մեր երկիրը։ Աշխարհը ասելու է, այ ժողովուրդ ջան, դուք էս ինչ եք ասում, հրնայք ինչ հումանիստ երկիր է, ձեզ ցորեն է տալիս, ձեզ վառելիք է ասում, էս Ադրբեջանը ասում, այ մարդ, էս ինչ անշնորհակալ ժողովուրդ են։ Ինչքան անում ես, օգնում ես, չի օգնում, չի աշխատում դա։ Եվ դրա համար ես մեր հայրենակիցներին, գիտեք ինչ կխնդրեմ, որ նաև քաղաքական գործիչներին հետեւյալը կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, մի պետք չի այս ցորենի ու այդ նավթի, բենզինի հարցը մի քիչ իջեցնել ներքև, որ ասենք կան չէ հայտարարություններ մեր գործիչներից ասում են, որ չգիտեմ, մեքենաները չեն աշխատի, շարժիչները կլսնեն, հատուկ են անում, որ իրանք հարստանան, սենց բաները Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր օգտին, եւ որ ասում է բա այդ ինչ եք ասում, ինչ իբր Ադրբեջանը մեզանով է երկիրը պահելու, դրա համար պետք չի այս դիսկուրս գնալ, սա իրանց ձեռնտու խաղն է։ Մենք պետք է ուրիշ ձև անենք, մենք պետք է գաղափարականի վրա եւ իրականը դա է։ Մենք պետք է ասենք դու Ադրբեջանին մաքրում ես այդ հանցագործություններից։ Այսօր հնայք աշխարհում Ադրբեջանը ամբողջությամբ մաքրվել է։ Արցախի էթնիկ զտումներից խոսացող կա։ Մեր Հայաստանի Հանրապետության սահմանների օկուպացիայից խոսացող կա։ Ամբողջ աշխարհի դիսկուրսից դուրս է եկել սա։ Թեև մենք չենք թողելու, մենք արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ներկայացրել ենք հատուկ դիմում, շարունակելու ենք անել եւ սա պահելու ենք միջազգային օրակարգի հարց որպես։ Դրա համար մենք պետք է հասկանանք ճիշտ թիրախները, որտեղ խփենք, որտեղ ճիշտ էսպես հարցերը ոնց դնենք, որ թույլ չտանք մեզ, որ 2 կանիստր բենզինով, մեկ էլ 2 դուլ ցորենով ստեղծեն լրացուցիչ հիմքեր մեր նկատմամբ ագրեսիայի։ Արցախի կնոջ տեղեկատվությունը երեխաների ներկայությամբ դեպի շատ թվանցից անցավ առանց անուններ տալու եղել եք մի եւ գրանտական տվեկամիպի այս աշխատանքի, որ քաղաքական դեպքերին Փաշինյանը շատ Տեսեք, ես չեմ տեսել իրականում նրա հայտարարությունը, բայց ես ասեմ, ես ինչ կանեի։ Ես անմիջապես կդիմեի համապատասխան պետական մարմիններին վերահսկողության մեխանիզմ կսահմանեի եւ կդիմեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ենթարկեն պատասխանատվության։ Մի անգամից կարժանացնեի նրան հասարակական ամոթի ու պարսավանքի, մարդու իրավունքների պաշտպանի ուժով եւ նրանից կպահանջեի պարզաբանումներ, ավելին նաեւ միջազգային զեկույց անհապաղ կկազմեի, կներկայացնեի եւ նաեւ ցույց կտայի, որ Նիկոլ Փաշինյանը սրանով տարածում է ատելություն, որ Նիկոլ Փաշինյանը սրանով պարակտում է նորից մեր հասարակությունը, որ Նիկոլ Փաշինյանը սրանով նորից էլի լարվածություն է առաջացնում, նախընտրական գործիք է օգտագործում եւ հատուկ նաեւ կշեշտադրեի, որ այստեղ կնոջ վրա կնոջը նվաստացնելու փորձեր են նաեւ արվում եւ գիտեք ինչ Ես կարծում եմ, տեսեք, այս միջադեպի հետ կապված մի բան եմ ուզում ասել։ Նայեք, իրականում Նիկոլ Փաշինյանը, որ այդ նվաստացման փորձից հետո, որը չստացվեց, ես կարծում եմ, ներողություն խնդրեց ՍՈՒ-ն եւ նրանք փորձեցին հետո դիսկուրսը փոխել ամբողջը Արցախի նորից էլի արցախցիներ, որ ասում է հայաստանցիները ձեզ բերել են գումար են տվել, չէ, էլի մտավ այդ իր բանի
ատելություն սերմանող այդ օրակարգի մեջ, իմ կարծիքով նրանք հույս ունեին, որ դրանից հետո արցախցի, հայաստանցի անելով իրենց օգտին բերել այս դիսկուրսը դուրս բերել։ Դրա համար մենք դրանից բացի այստեղ շատ կարևոր է նրա բացահայտել ամբողջական արմատները նրա նարատիվների։ Տեսեք, նա ամեն օր քարոզում է սրտիկ ու պաչիկ, չէ՞։ Սրանով ամբողջը ցույց է տալիս, որ այ մարդը ինչ սրտիկ ու պաչիկ, այս մարդը հենց հնարավորություն ունենա, տեսեք ինչ օրիա հասցնում բոլորին։ Ոչ միայն անպաշտպան կնոջը եւ երեխային կարող է ոչ միայն նրա իրավունքները չի պաշտպանում, այլ անամոթաբար ահաբեկում է այդ մարդկանց։ Այսինքն այստեղ նրա իրական վերաբերմունքն է նրա քաղաքացու նկատմամբ, իրական վերաբերմունքն է հայ կնոջ ու երեխայի նկատմամբ, իրական վերաբերմունքն է նաև այն արժեքների, որ կա։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք սա էլ երբեք չմոռանանք, այսպես սա շեշտադրել։ Պարոն Թաթոյան, դուք այս ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ հնչեցրեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Իշխանության ներկայացուցիչները այս բառի հետ կապված շատ կոշտ են արձագանքում, ասում են, որ այդպիսի բան է ասում, գլուխը պատով է տալիս, թող ասեն իրենք ում տասովշիկն են, ինչ գումարի դիմաց եւ այլը։ Մի քանի կետով եթե հիմնավոր եք, հա, շատ հակիրճ թեև ասուլիսի ընթացքում այդ թելը կար, ինչու եք ասում հենց Ալիևի տասովշիկն է։ Գուցե ինչ-որ մարդիկ մտածեն պարզապես խեղճ է, չի կարողանում դիմակայել, բայց Ալիևի տասովշիկ եւ երկրորդ հարցը ունեմ, քանի որ երկրորդ նախագահի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում ներկայացրեցիք, այնուամենայնիվ չեք կարծում, որ որոշակի առումով այս գնահատականից կարող են վիրավորվել նաև Ռոբերտ Քոչարյանի այն համակիրները, աջակիցները, ընտրողները, ովքեր իրենց կողքին կանգնել են այս տարիների ընթացքում, նաև փողոցում ծեծվել են, որովհետև ձեր գնահատականների հետ կապված նախկին հնչում են, բա դուք ուր էիք, երբ որ մենք ծեծվում ու բանտարկվում էինք, եւ նաև հատուկ միջոցել է մի քանի անգամ այս անձանց ուղղությամբ կիրառվել, ես ինքս ներկա եմ եղել այդ ողջ ակցիաների ընթացքում, հնարավոր է այնպիսի գնահատականներ առնվազն հնչեցնել, որ այդ մարդկանց չվիրավորեն։ Դուք պատկերացնում եք հիմա ինչ ալիք է լինելու ձեր նկատմամբ, նոր չի այդ ալիքը, բայց հիմա էլ ավելի կսաստկանա։ Շնորհակալ եմ։ Սկսեմ երկրորդ հարցից։ Շնորհակալություն հարցերի համար։ Գիտեք, նախ ես երբ խոսում եմ անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես առհասարակ իմ դիրքորոշումը չի վերաբերում նախագահներից հենց ինչ որ մեկին կամ թիրախավորելու նպատակ չունի, մենք ոչ ինչ որ մեկի հաշվին նպատակ ունենք կայանալ, ոչ էլ թույլ ենք տալու, որ մեր հաշվին մեկը փորձի կայանալ։ Մենք ունենք իրավիճակ, կանգնած ենք պատմական նշանակության ընտրությունների առաջ։ Մենք խնդիր ունենք մեր երկիրը պաշտպանելու, մեր ժողովրդին պաշտպանելու եւ փրկելու պատերազմի կուսակցությունից, որը ԿՊ-ն է։ Հիմա մենք այստեղ շատ կարևոր է նաեւ նկատի ունենալ, որ ես երբեք չեմ նկատի ունեցել եւ նկատի չունեմ մեր այն քաղաքացիներին, աջակիցներին, անգամ թիմի անդամներին, որոնք կան որևէ նախագահի կամ կոնկրետ դեպքում երկրորդ նախագահի աջակիցներն են նրա շուրջը։ Այո, մենք ունենք քաղաքացիներ, որոնք աջակցում են հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք ազնիվ պայքարի մեջ են եղել։ Այո, 2022 թվականին, չգիտեմ, 2023-ին, դրանից առաջ եւ այլն։ Իրավունքների խախտումների զոհեր են։ Ես ինքս երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, այս մասին շատ եմ խոսել, խիստ քննադատել եմ իշխանություններին, պաշտպանել եմ մեր հայրենակիցներին, բայց նաև խիստ քննադատության եմ, այո, քննադատության եմ խիստ ենթարկել իշխանություններին, երբ արդեն պաշտոնավարումս դադարել էր, միշտ այդ գործառույթը արել եմ եւ ԿՊ-ի ապօրինություններից, այո, պաշտպանության ենթակա են մեր քաղաքացիները եւ նրանց մեջ, այո, մարդիկ ես ազնիվ են մասնակցել այդ մղումներով եւ այլն։ Բայց հələ տեսեք, մեկը արդյունքում ինչա տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը վեր ընտրվում է եւ դա օգնում է նրան, որտեւ մեր ժողովրդի մեծամասնությունը նպատակ չի կապում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, երկրի կառավարումը, նույնը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում։ Եվ եթե դու մասնակցում ես նպատակ իմանալով հստակ, որ դու իշխանության չես լինելու, դու դառնում ես այն շղթայի մաս, որ այս իշխանությունը հիմա մեր դեմ օգտագործում է պարտադրված ընտրություն։
Կամ սա, կամ պատերազմ, հիմա էլ դարձել է պատերազմ, խաղաղություն, չգիտեմ, Ռուսաստան, Ամերիկա եւ այլն։ Տեսեք, ինքը միշտ վանդակի մեջ է դնում մեր ժողովրդին, այսպես քաղաքական առումով ասած, եւ ստիպում է ընտրություն կատարել այդ երկուսի միջև։ Եվ ժողովրդին ցույց է տալիս, որ ելք չկա, ուրիշ մարդ չկա, ուրիշ այլընտրանք չկա։ Եվ իրենց շատ ձեռնտու է։ Ես վստահ եմ, որ իրանք շատ ուրախացել են, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը հայտարարեց իր առաջադրվելու մասին, որտեղ դա նաև նրանց փրկողակն էր։ Ես կարծում եմ այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է թիրախավորումից, գիտեք, ես ոչ մի բան ինձ այստեղ չի կանգնացնում, ոչ էլ վախեցնում է։ Ես հատուկ ցույց եմ տվել իմ աշխատանքով նախքին, իմ ամբողջ գործունեությամբ, որ իմ համար եթե կա նպատակ դրված, ես գնում եմ այդ նպատակի հետևից, ես համոզված եմ, որ դա իրականանալի նպատակ է եւ մենք պետք է բոլորս աշխատենք, նաեւ կոլեկտիվ ջանքեր, այդպես ասացի, մեր հասարակությունը եւ այլն այդ նպատակին հասնելու համար։ Թիրախավորումները այո կան եւ ասեմ ձեզ ավելին, այնքան է նաեւ արվում առանձին շրջանակներից, այդ թվում նրանց թիմից, որ մենք մտածում ենք դե ՔՊԻ-ն ինչ է մնում անելու որ։ Այսինքն մենք պետքա լինենք ուշադիր, որպեսզի այս հարցով մենք չտանք նրանց այդ հնարավորությունները։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական իմաստով պետական, գիտեք, ես ընդգծել եմ միշտ, բոլոր նախագահների ժամանակ եղել են ձեռքբերումներ, այո, դրական, մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջաններում, մեկը ծնվել է, մեկը համալսարան է ընդունվել, մեկը աշխատանքի է գնացել, մյուսը երեխա է ունեցել, ամուսնացել է եւ այլն, այսինքն տեսեք որքան շատ իրադարձություններ, մենք չենք կարող ոչ դրանցից հրաժարվել, դրանք մեր պատմության անբաժան մասերն են, բայց մենք պետք է հասկանանք ինչն է սնում այսօր Նիկոլ Փաշինյանին եւ դրա դեմ կարողանանք այնպես անել, որ նա չկարողանա, դրա համար եմ ես ասում, գնացեք, որ գնա։ Որտեվ սա շատ իմ կարծիքով շատ կարևոր բանաձև է։ Հիմա մյուսը։ Տասովշիկ ինչ եմ ասում Նիկոլ Փաշինյանին։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դրան շատ ծանր են տանում, երևում է դա ակնհայտ, բայց նախ այն պաշտոնատար անձը, որ դուք ասեցիք, խոսում է գլուխը տալու պատովը, գլուխը պատին տալու այո մասին է խոսում եւ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն Հայաստանում։ Ես կարծում եմ նախ նա երևի ամեն առավոտ ինքը հելնում է 5 անգամ գլուխը տալիս է պատին, որ հետո կանգնի Ալիևի քարոզը անի այդտեղ ադրբեջանական ու իմ կարծիքով իրանց միջև հիմա մի տեսակ մրցույթ է գնում ով ավելի շատ Ալիևի տասովշիկը կամ ով է գլխավոր տասովշիկը Ալիևի։ Ինքնա թե քիչ ամնում ասենք բան, այնպես մարդ ուզում է պոպկորնը նստի, մի հատ նայի ու տեսնի հələ ով ավելի շատ ռասկրուտկա անում Հայաստանում Ալիևի նարատիվները ու մեր համար ստեղծում ագրեսիայի հիմքեր։ Ես ինչի եմ Նիկոլ Փաշինյանին ասում տասովշիկ։ Նիկոլ ջան, ես ինչի եմ քեզ ասում տասովշիկ, որովհետև նայեք, եկեք հələ հասկանանք փոքր ժամանակ մենք տղերքը հատկապես, հա, ոնց էր եղել։ Կար, չէ, միշտ չպես եղել կամ տղա մի հոգի Բաքվում, որտեղ է հիմնականում, որ անդադ ուղարկում են ջրի, ասում եմ մի հատ գնա ջուրբե, մի հատ գնա այս ինչու արբեր, բան, մի հատ թռիս տեղից, մի հատ այս արա, այն արա, եւ այդ տղան միշտ անում է, որովհետեւ գիտի, որ ինքը չի կարա իրան պաշտպանի, կամ անգամ եթե չկարողանա պաշտպանի, լավ, քեզ կարող է մի հատ այդտեղ խփեն, բայց դու գոնե կամք ունեցի, ռիսկ ունեցի, մոտ առաջի քայլը դու արա, որովհետեւ ամբողջ կյանքդ տենց էլ մնալու ես։ Հիմա քաղաքական մակարդակում նույնպես կա այդ տասովշիկությունը, այսպես ասած, բարձվում է եւ այնպես է ստացվել, որ դա մեր երկրի ղեկավարն է այդ գործառույթը իրականացնում։ Ալիև ասում է, գնա սահմանադրություն փոխի, ասում է հարց չկա, հեսա գնա մեր երկրին քարոզանեմ, պարտադրեմ փոխեմ։ Ասում է գնա այս տարածքները զիջի մեզ, ասում է հարց չկա, գնա անեմ։ Գնա մի մետր թռի, ասում է ինչքան պետք է, մի մետր թռնեմ, թե 1.5 մետր, ուզում ես 1.5 մետր թռնեմ։ Հիմա սա նման բանը, ի՞նչ է, եթե ոչ այլ ինչ, մեր լեզվով ասած տասովշիկ լինելը, ես ուրիշ բառ սրան չեմ գտնում անկեղծ ասած, եւ ես մի բան էլ ասեմ, գիտեք, ես այն ինչ որ խոսում եմ, ես ամեն ինչի համար պատասխան, իմ բառերի համար պատասխան եմ տալիս, ես ասեցի, օրինակ նույն այդ տասովշիկ բառը, չէ, ես դրա պատասխանը ունեմ, ես ինչի եմ իրան ասում տասովշիկ, որովհետեւ ինքը ակնհայտ իրանը տենց է պահում, ինձ համար սա ցավ է պատճառում, գիտեք, որ մենք ունենք երկրի ղեկավար այսօր, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդ, որը ստիպում է իրան ասել այն ինչ կա, ես ցավում եմ դրա համար, բայց դա այդպես է, եւ դա պետք է մենք նկատի ունենանք, ես սա գիտեք նաեւ մի այսպիսի կարևոր շատ հոգեբանական բան կա, որ դու եթե սովորում ես այդ
վարկագծին, թռիես բեր, թռիեն բեր, գնայես արա, գնայեն արա, դու հետո գալիս ես քո ժողովրդի մեջ ես դա մտցնում, հասկանում եք։ Մինչդեռ մեր ժողովուրդը դուք նայեք հələ բոլոր ցուցանիշները համաշխարհային վերցրեք, մտավոր կարողություններով, կրթությունով, կամքի ուժով, որոշումներ կայացնելու կարողությամբ, աշխարհահռչակ նաև մեր հայերով, աշխարհասփյուր լինելով, մենք աշխարհի ամենաառաջին տեղերում ենք։ Հասկանում եք, դրա համար մենք այս փակ, այս շղթայից, այս պրիզմայից դուրս գանք, տեսնենք, որ մեր հնարավորությունները շատ ավելին են։ Մենք ունենք այդ հնարավորությունները։ Մենք պետք է այս հոգեբանությունը թույլ չտանք։ Մենք հակառակը չէ, մենք տարբեր ուրիշների ենք ասում, գնա թռի ես բեր, հիմա եկել են մեզ են ասում։ Հասկանում եք, սա է, որ դա եւ ես այդ հարցի պատասխանը նորից եմ ասում, հստակ ունեմ, ու նրանք չփորձեն այս հարցով կայանալ մեր վրա, չփորձեն հանգարց, որովհետեւ դա պատասխանները ոչ միայն ունենք, այլ հստակ մեխանիզմներներ կան դրա այդ առումով ցույց տալու։